Միացյալ Նահանգները կարող է համաձայնության գալ Իրանի հետ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգներն աշխարհի ամենամեծ Ջերալդ Ֆորդ ավիակիրը Կարիբյան ծովից տեղափոխել է Մերձավոր Արևելք։ Ով է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը, այս հարցը հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում։ Երկար տարիներ նախագահող Էրդողանի իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել Թուրքիայում, սակայն կարծես ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի հավանական թեկնածուն, գրում է Bloomberg-ը, նշելով, որ այդ թեկնածուն նախագահի կրտսեր որդին է՝ Բիլալ Էրդողանը, որին Թուրքիայի նախագահն ավելի հաճախ է իր հետ տանում արտասահմանյան ուղևորությունների։ Անցյալ տարի կանխվել է Սիրիայի նախագահի եւ նախարարների սպանության 5 փորձ, հայտնում է ՄԱԿ-ը Իսլամական պետություն խմբավորման վերաբերյալ զեկույցում։ Հաղորդագրության համաձայն Ահմեդ Ալ-Շարաան Սարայա Անսար Ալ-Սուննահ խմբավորման կողմից թիրախավորվել է 2 անգամ Հալեպի հյուսիսում եւ Դարայի հարավում։ Դրանք կանխվել են հարևան երկրից ստացված հետախուզական տվյալների շնորհիվ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ասել է, թե որքան է կազմում իր աշխատավարձը, ազգային արժույթի իրանական ռիալի արժեզրկումից հետո իմ ամսական աշխատավարձը որպես նախագահ կազմում է մոտ $1000, ասել է նա։ Շվեյցարիայում ամռանը քվեարկության կդրվի օրինագիծ, ըստ որի երկրի բնակչությունը չպետք է գերազանցի 10 միլիոնը։ Օրինագիծն առաջարկել է ծայրահեղ աջակողմյան Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը։ Նախաձեռնությունը կպարտավորեցնի իշխանություններին քայլեր ձեռնարկել, եթե երկրի մշտական բնակչությունը, որն այժմ կազմում է 9.1 միլիոն, գերազանցի 9.5 միլիոնը, մերժելով նորեկների մուտքը երկիր։ Աստղային տարբեր համակարգեր ուսումնասիրելիս մարդկությունը հնարավոր է հանդիպի այլ մոլորակայինների եւ միլիոնավոր տարիներ գոյատևած քաղաքակրթությունների, այսպիսի հայտարարություն է արել ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը։ Ես իսկապես ուզում եմ լուսնի վրա տեսնել էլեկտրամագնիսական փոխանցիչ, որն արհեստական բանականությամբ աշխատող արբանյակներ կուղարկի խոր տիեզերք։ Դրանք կթռչեն շատ արագ։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի էպիկական բան, քան էլեկտրամագնիսական փոխանցիչը լուսնի վրա կամ ինքնաբավ քաղաք լուսնի վրա, ապա կանցնենք լուսնից Մարս, կշրջենք մեր արեգակնային համակարգով եւ ի վերջո կհայտնվենք աստղերի մեջ։ Գուցե հանդիպենք այլ մոլորակայինների, գրել է Մասկը։ Հաջորդ կանգառը անդրաշխար Շանհայում ճանապարհի երթևեկելի հատվածում հսկայական փոս է գոյացել։ Լրատվամիջոցները հաղորդում են, որ դա կարող է պայմանավորված լինել մոտակայքում ընթացող մետրոյի կառուցման աշխատանքներով։ Եվ վերջում, երբ անտառի բնակիչներն արվեստ են ստեղծում։ Ռուսաստանի Ամուրի մարզում արջի քոթոտները պատճենել են առավոտը Սոճիների անտառում հայտնի կտավը։ Իվան Շիշկինի եւ Կոստանտին Սավիցկիի հեղինակած կտավը մարդկանց առավել հայտնի է Ծուրթաթ արջը անունով, պատկերված համանուն կոնֆետի վրա։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։